Սիրելի ընկերներ, մենք որոշեցինք, որ ձեզ համար վստահաբար հետաքրքիր կլինի տեսնել, թե պարոն նախագահ ինչ աշխատանքային պայմաններում է անցկացնում իր օրը, իր աշխատանքային միջավայրը եւ հենց այդ պատճառով մենք խնդրեցինք իրեն, որպեսզի կարճ էքսկուրս անի մեզ իր աշխատասենյակով, պատմի իր աշխատանքային գրաֆիկի մասին, որպեսզի հետագա զրույցներում էլ արդեն դուք պատկերացնեք, թե իր օրը ինչպես է անցնում։ Հենց այս սենյակի մասին շատ լեգենդներ են պատտվում Հայաստանում ու մենք որոշեցինք մի քիչ ավելի հեռուն գնալ ու փորձել բոլորիդ համար դարձնել հասանելի նախագահի համար աշխատասենյակը համ առօրյան, որը շատ հետաքրքիր է։ Այն ձևաչափ կա, որ ասում կոտրում ենք լեգենդները, միֆերը, բաները։ Մի խոսքով գնանք տեսնենք, թե ինչ պայմաններում է աշխատում Սերժ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Բարի օր։ Ժանրի կանոններով մենք հիմա ձևացնում ենք, թե իբր հենց նոր հանդիպեցինք, լրիվ պատական ձեզ վրա կա խոսափող, կամերաները պատրաստ էին, բայց ամեն դեպքում անմիջական միջավայրը կարծում եմ ապահովված կլինի, որովհետև փորձելու ենք բոլորին ներկայացնել, թե ինչ պայմաններում եք դուք անցկացնում ձեր օրը, ինչ գրաֆիկով եւ շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ կարճ ներկայացնեք, որտեղ այս բանը մենք էլ դա դեռևս չգիտենք, դա արդեն լրիվ անկեղծ չգիտենք, ինչ ոնց սարնելու է լրիվ իմպրովիզացիոն կարգով։ Այս իմ աշխատասենյակն է, այստեղ նաև հանդիպումներ եմ անցկացնում, եթե զրուցակիցներս քիչ են, 1, 2, 3 հոգի, 3-ից եթե ավելանում է 4-5, տեղափոխվում ենք այստեղ։ Մենք երկուսով ենք։ Որտեղ ուզեք, ուզում եք ստեղ, ուզում եք ընդեղ նստենք։ Կարծում եմ մարդկանց հետաքրքիր կլինի ձեր աշխատասեղանը իրենից ինչ է ներկայացնում։ Դա դեմ չէ, կարող է շատ մանրամասն չէ, բայց փաստացի դուք այստեղ եք հիմա նստած, բայց այնա ձեր հիմնական նստատեղը թե։ Այդպես էր նախատեսված, բայց այս 7 տարիների ընթացքում երևի 7 անգամ ես ընդեղ չեմ նստել։ Իմ հիմնական աթոռը սա է։ Պարոն նախագահ, մինչև այս վերջի 7 տարին ստեղ չեք աշխատել, ստեղ այս աշխատասենյակը եղել է, այս աշխատասենյակը երևի 15-16 տարվա այդպես գոյություն ունի, պատմություն ունի։ Միշտ, բարձր այն ժամանակ ասենք այստեղ գալիս էի միայն երեկոները, բայց եթե ինչ-որ միջոցառում ունեին կուսակցական, կարող է շաբաթ կամ կիրակի օրը տենց կեսօրի կողմերը գալ եւ այլն։ Իսկ այս 7 տարվա ընթացքում մի քիչ ուշոտ եմ գալիս։ Այստեղ, այո։ Այսինքն մի որոշ մաս օրվա հատկապես առավոտյան տանն եմ աշխատում, հետո բացի դրանից այնպիսի հանդիպումներ կան, որ տանը պետք է անել եւ ոչ թե այստեղ։ Պես որ հետաքրքիր կլինի, կարծում եմ, ասես բան կա, չէ, որ միշտ գրքեր են տենց շատ լինում տարբեր մարդկանց մոտ, երբեմն լինում է, որ ինչ որ մարդկանց մոտ տեսնում ես, վստահ ես լինում, որ դա ատրիբուտիկա է։ Օրինակ իմ տուն մի օր որ գան, տենց գրքերը շարեմ, միանգամից հասկացվելու է, որ ուղղակի դրել եմ սիրունության համար հաստատ չեմ կարծացել։ Ձեր պարագան ուրիշ է, դրա համար կարծում եմ հետաքրքիր կլինի մարդկանց, թե ինչ որ սա ձեր վերջին, ինչ որ թե ինչ որ հատուկ գրքեր են վերջին ընթերցած, նվեր ստացած, ինչ սկզբունքով են ձեր գրքերը այս պահին գտնվում ձեր գրասեղանին։ Անկեղծ ասած, այս երևի վերջի ամենաշատը 2 տարվա ընթացքում իմ ստացած գրքերն են, որտեղ բազմաթիվ գրքեր եմ ես նվեր ստանում, որ մի քիչ էլ դրցակը մեծանա, երևի կտանեմ տուն։ Այդպես չէ, լցվում է։ Այլի, թե չէ որ շատ լինի կարող է փլվի։ Կարող է հատուկ ընթերցող ունեք օրինակ, որ երբ որ տալիս են գիրքը, ասում եք մի հատ կարդա կարճ ասա ինչի մասին է։ Չէ, բացառված է։ Այդ համացանցը այդպեսին է, էլի։ Facebook-ը այդպեսին է, ինչ որ մեկը կարդի ինչ որ բաներ է գրում, բայց վստահ չես, չէ՞ որ իր գրածը ճիշտ ընկալումն է որևէ ստեղծագործության։ Միանշանակ, ավելին ասեմ, այդ արհեստական բանականությանը հիմա արագ ասում են։ Ես ինքս էլ եմ էլի տենց անում դրա համար գիտեմ։ Ասում եմ այդ կարճ ասա, այս ինչ է։ Ոնց է ասում գալիս է վերարտադրում։ Դա մի քիչ ինկուբատորի նման բան է, էլի։ Պարոն նախագահ, իսկ կարդում եք, այս ընթացքում այս 7 տարիների մեջ հասցրել եք գրքեր կարդալ, որ ուղղակի կարդաք։ Ավելի շատ քան նախկինում, որտեղ հիմա հարաբերականորեն ավելի շատ ժամանակ ունեմ, էլի։ Իսկ գեղարվեստական թե ավելի տարբեր,
տարբեր եւ հասարակագիտությանը վերաբերող, քաղաքականությանը վերաբերող, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով վերընթերցում եմ հայկական պոեզիան, ինչ վաղուց կարդացել եմ, հիմա ընկալումն էլ է մի քիչ ուրիշ եւ անհրաժեշտություն կա վերհիշելու էլի։ Մեր պոեզիան լավն է։ Մի բան ինձ թույլ կտաք մի հատ։ Ես էլ ուզում առաջարկեի, գնամ ստիտես ինչ բեռա մի անգամից քո վրա գալու։ Ես ամեն Ահա, տերենք ինչ-որ բան է։ Դու էլ Մենք այստեղ նստենք։ Այո, այո։ Մենք այստեղ նստենք, դու տեղ ինչ-որ փոփոխ։ Շատ հանգիստ կարաս մեզ հարցաքննես։ Բայց ոչ sense բան է, մի անգամից զգացվում է որ։ Չգիտեմ ինչա զգացվում, բայց ինչ որ բան զգացվում է։ Հերո ինչ-որ հերոներ է, այլ Փոխվում է, էլի։ ավելի բանը մեծանում է, չէ՞, դիապազոնը սեստի։ Իրականում Բոլոր դեպքերում ու եթե ուրիշ բան չլինի, վերևից է նայում։ հա արդեն ավելի կարամ ցած գիտես ոնց է էս Շարմազանովին կասեք 5-ին մտնի մոտս։ Այտենց մտքերը առաջանում կա։ Էլի, հա։ Շատ շնորհակալություն, ես կհիշեմ այս պահը։ Իսկ փաստացի այդտեղ ինչ որ ես նկատեցի, որ դուր մեկ դուր առնվազն ու Այո։ Այդտեղ Այդտեղ մի քիչ փակ դուր է։ այդտեղ հանգստի սենյակն է, լվացարանն է եւ այլն, դից որևէ հետաքրքիր բան չկա, խնդրեմ։ Եկեք նայենք։ Այստեղ նիստերի դահլիճ է, հա, պարոն նախագահ։ Այո, այստեղ մեր գործադիր մարմնի նիստերի դահլիճն է։ Հա։ Այ այստեղ եթե գործադիրի նիստ է, ես ընտեղ եմ նստում, բայց եթե ասենքն հանդիպում է, Մի կողմ, հա։ կենտրոնում եմ նստում, անկախ նրանից թե այդ հանդիպման մասնակիցները ովքեր են, էլի։ Դե գործադիրի նիստի ժամանակ համ մարդիկ են շատ, համ էլ դուք այո, այն հաստատի այո, ղեկավարն եք, այո, դրա համար պետք է այնտեղ լինի, էլի։ Հա, բայց բավականին նորմալ դահլիճ է, այսինքն ելնում է որ լիք է լինի այս դահլիճը, պարոն նախագահ։ Լիքը լինի, այսինքն միշտ տալիք է ընդհանրում էլի կարևոր Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ այստեղ ինչքան բազկաթոռներ կան սեղանի շուրջ միշտ հա գործադիրի թվով է դրած ըստ էության։ Մոտավոր։ Այո, գործադիրից բացի մեր նիստերի մասնակցում է նաև մեր վերահսկիչ հանձնաժողովի նախագահը, երիտասարդական կառույցի նախագահը, ուսանողական կառույցի նախագահը, կարող են նաև ԳՄ-ին են հրավիրվածել։ ավտոմատ Այո, մասնակցում են նիստերին, եթե այլ առաջարկություններ չի լինում։ Բայց շատ դեպքեր են եղել, որ այս Հավելյալ շարված աթոռների կարիք, հա։ աթոռներն էլ են զբաղեցված եղել։ Օրինակ, եթե ենթադրենք մի շրջանային կառույցի անդամներ են գալիս ակտիվի հետ միասին, ու իմաստ չունի, ասենք բարձրանալ վերև դահլիճ եւ դահլիճում էլ այստեղ շատ ավելի անմիջական է, շատ ավելի Այսինքն դուք եք շփվում այդ կառույցի համակարգի հետ համանի։ Այո։ Պարոն նախագահ, ընդհանրապես կուսակցական գործունեությունը հիմա ավելի հաստատ ակտիվ եք էլի դրա մեջ։ Հետաքրքիր է ձեր համար։ Դեք ես մինչ 88 թիվն էլ եմ զբաղվել որոշակի կուսակցական կոմերտական գործունեությամբ, բայց իհարկե այսօրվա իրավիճակը բնավ համեմատելի չի այն ժամանակվա իրավիճակին, աշխատավոճը այն ժամանակ տարբեր էր, հիմա տարբեր է, ավելի շուտ կասեմ, որ ոչ թե հետաքրքիր, որտեղ յուրաքանչյուր զբաղմունք, որով զբաղվում ես, հետաքրքիր է դրա համար ես զբաղվում, հա, կուսակցական աշխատանքը դժվար աշխատանք է։ Դու պետական պաշտոնյա չես, որ քո ասածը լսեն, անեն։ Շատ մարդիկ տարբեր հարցերով են գալիս, տարբեր խնդիրներ են առաջադրում, տարբեր բամբասանքներ են մեջտեղ բերում, ասելով, բա այսպես են ասում, այնպես են ասում, ամեն ինչին պիտի պատրաստ լինես հետ։ Սա այդ ամենից զբաղվում եք, չէ՞։ Աբա ինչ, իմիջիալից պետք է ասեմ, որ ցանկացած կառույցում էլ լինում մարդիկ, ում նազուտուզներ պետք է տանես, իրանց, այսպես ասեմ, չասեմ ընդդիմադիր, ամենայն դեպքում իրանց քննադատական մոտեցումներին լուրջ պետք է վերաբերվես։ Բաղ, ճիշտ է որ
Սա ԳՄ-ինստային առաջինը Շարմազանովն է խոսում։ Այո։ Լեգենդ կա։ Լեգենդ չէ, դա այդպես է, որովհետև Շարմազանովը ամենավերջի բազգաթորին է նստում եւ միշտ տրադիցիա է դարել, այ այնտեղից սկսում ենք, հերթով մի քանի աթոռ գալիս է, հետո մյուս կողմից, հետո այստեղ, հետո այնտեղ, վերջում խոսում են Սամվելն է ու Վարամը։ Նա Կարմեն Աշոտյան ստեղ անստում, թեև կուսակցության նախագահի տեղակալ է։ Կարար առաջին ստեղ հիերարխիան մտնել Այո, ասինքն սկզբից ով որտեղ նստել է, Տեղը մնացել է այդտենց է մնացել է։ Նստել են նոր դալի, ես դե նստեմ ու տենց էլ Դա նաև ինչ որտեղ ճիշտ է։ Ճիշտ է այն առումով, որպեսզի այդպես հավասարության որևէ բան ունեն, էլի ԳՄ անդամների մեջ։ Սուբորդինացիա։ Հա, այտենց առանձնապես որ չտարբերակվի։ Հասկացա։ Պարոն նախագահ, հենց այս պահին, երբ սա հերարցակվում է, մարդիկ անհամբեր սպասում են, թե ինչ հարցեր ենք մենք քննարկելու արդեն ուղիղ եթերում։ Մենք արդեն նախապես մեր նախորդ թողարկումներում հայտարարել էինք, որ նաև ընդունում ենք հարցեր լսարանից, ուստի ես վստահ եմ, որ մարդիկ թեպետ սա էլ շատ հետաքրքիր կտոր է, բայց հիմա անհամբեր սպասում են, թե երբ ենք մենք անցնելու հիմնական քննարկմանը, ուստի թույլ տվեք ձեզ ասել շնորհակալություն այս էքսկուրսի համար եւ գնանք ուղիղ եթեր։ Գնանք։ Շնորհակալություն։ Շատ չի մնացել սպասելու։